Պարոն Սուրենյան, դուք Facebook-յան ձեր էջում խոսքով հանդես եկաք հրապարակային և ասացիք, որ Սամվել Ալեքսանյանի գործար Սամվել Ալեքսանյանի հետ գործարքի հետ գնացել դրա վերաբերյալ մի քանի հարցի հետ կապված խնդրի նախ բարձրացնեիք Քավոր Հակոբը ով է և ինչ խնդիր կա այս մասով։ Մի անգամից ասեմ, որ այդ Facebook-յան գրառման համար ափսոսում եմ, դա արվել է էմոցիոնալ տրամադրությունների ու շատ դեպքերում սխալ պատկերացումների ու ինֆորմացիայի հիման վրա։ Հիմա ձեր բուն հարցին գամ վերաբերվող Քավոր Հակոբին։ Սամվել Ալեքսանյանը հարգված անձնավորություն է Մալաթիա Սեբաստիա համայնքում։ Ժողովուրդ իրեն սիրում հարգում է, դրա վկայությունը այն է, որ մի քանի ընտրություններում ինքը համոզիչ հաղթանակ է տարել ազգային ժողովի ընտրություններում եւ նմանապես պարոն Ալեքսանյանը մեծ հարգանք է տածում Մալաթիայի ժողովրդի ընտրողների հանդեպ, էլ չեմ ասում, որ բնականաբար հարգանք է տածում նաեւ Մալաթիա Սեբաստիայում հարգված Հակոբ Հակոբյանի նկատմամբ։ Ես դերևս բարոյական առումով խոցելի քայլ եմ արել, որովհետև որևէ դեպքում իրավունք չունեի մտնելու երկու հրաշալի անձանց հարաբերությունների դաշտ, մանավանդ որ երկուսին էլ շատ սիրում եւ գնահատում եմ եւ երկուսն էլ փոխադարձաբար իրար շատ սիրում եւ գնահատում եմ։ Շատ բարի։ Փակ շուկայի հետ կապված ակցիաները ինչ կատարվել այդ ժամանակ գյուղացիներին արտադրականներին խաբելու մասով։ Տվյալ դեպքում ես մասնագիտական անբարեխղճություն եմ արել, որովհետև տարբեր սոցցանցերում հայտնված չճշտված ինֆորմացիայի հիման վրա պնդում եմ արել։ Ես 20 տարվա լրագրողական աշխատանքի փորձ ունեմ, երևի թե պետք է մի քիչ ավելի բարեխիղճ գտնվեի մարդկային եւ մասնագիտական առումով եւ փորձեի նման սխալ պնդում անելուց առաջ ինքս փակ շուկայում կամ թեկուզ պարոն Ալեքսանյանից ճշտում անել։ Ես անցած օրերին ինքս էլ գնացել եմ փակ շուկա, համոզվել եմ, որ գյուղատնտեսական պրոֆիլը պահպանված է, այսինքն էլի մի քանի տասնյակ գյուղացիներ իրենց բերքը ռեալիզացնելով հոգում են իրենց ընտանիքների օրվա հացը եւ շատ գոհ են փակ շուկայում տիրող իրավիճակից։ Այստեղ էլ ցավոք սարդի ես չարակամների ինֆորմացիայի գերին եմ դարձել առանց համապատասխան մասնագիտական ճշտման։ Ես ափսոսում եմ նաեւ այդ բնման համար եւ առաջին հերթին ափսոսում եմ, որ այն բանի համար, որ մի փոքր թեկուզ կասկածել եմ պարոն Ալեքսանյանի տված բազմաթիվ անգամներ տրված խոստմանը, որովհետև պարոն Ալեքսանյանը եթե խոստացել է, որ փակ շուկան կմնա գյուղատնտեսական, ուրեմն կմնա։ Ընդհանրապես իր խոստումները ինքը պահող մարդ է, հենց դրա շնորհիվ էլ հարգանք է վայելում շրջապատում հանրապետության։ Երկրապահի հետ կապված նշել եք, որ բոլոր հարցերում ներողամիտ կարող էիք լինել, բայց միայն այդ մի դեպքում չէիք կարող։ Դարձյալ էմոցիոնալ որոշակի սխալ ֆոնի հետևանք է, որովհետև մի հատ միջավայր կեղծ թունոտ միջավայր առաջացավ երկրապահի վերջին համագումարից հետո, եղան անհարկի շահարկումներ կապված պարոն Ալեքսանյանի երկրապահ կամավորականների միության վարչության անդամ ընտրվելու փաստի հետ կապված, գուցե ես եղել եմ այդ էմոցիաների ազդեցության տակ, հիմա էլ ես պնդում եմ, որ պարոն Ալեքսանյանը, ինչպես պնդել եմ ամիսներ առաջ, իդեպ առաջին անգամ չեմ ասում, պարոն Ալեքսանյանը
Այն բացառիկ գործարաններից է, որ շատ մեծ ներդրում ունի Եռաբլուրի բարեկարգման գործում, որում դա չի անում 1 տարի, չի անում 2 տարի, չի անում 3 տարի, դա արվում է Եռաբլուրի կայացման առաջի օրերից սկսած։ Քչերը գիտեն, որ այնտեղ տնկված ծառերը, ոռոգման համակարգը, եկեղեցու շրջակայքի բարեկարգ վիճակը հենց պարոն Ալեքսանյանի ջանքերի, նրա թիմի այրենասիրական մղումների հետևանք է։ Սա ես ասում եմ հաստատ եւ շատ վատ եմ զգում եւ ափսոսում եմ ձեր ասած պնդումը մի քանի օր առաջ անելու համար։ Միանգամից ասեմ, որ ես համարում եմ, որ պարոն Ալեքսանյանը արժանի է ԵԿՄ վարչության անդամ ընտրվելուն, որովհետև երկրապահ իմ համար շատ տարողունակ հասկացողություն է, իմ համար երկրապահ եւ առաջին գծում կրակած հայրենիք պաշտպանած մարդը եւ մարդը, որ ապահովել է պատերազմի թիկունքը եւ մարդը, որը տարիներ շարունակ եղել է զոհված ազատամարտիկների ընտանիքների կողքին։ Այս բոլոր չափանիշները իմի բերելով վստահաբար ասում եմ, որ Սամվել Ալեքսանյանը կարող էր եւ կարող է լինել եւ արժանի է լինել ԵԿՄ վարչության անդամ։ Ամբողջացնելու ձեր միտքը կարող եք ասել, որ հայցում եք ներողամտություն պարոն Ալեքսանյանի։ Այո, եւ խիստ ափսոսում եմ այդ գրառման համար, որը կատարվել է էմոցիոնալ տրամադրությունների, մամուլում հայտնված երբեմն շահարկումների, շրջանառվող ասեկոսենների ազդեցության տակ։ Եվ ես վստահ եմ, որ մենք երկար տարիներ Ալեքսանյանի հետ ընկերություն ենք արել, մտերիմներ ենք եղել, այս ոչ հաճելի միջադեպը չի խանգարի, որպեսզի մեր հարաբերությունները նույն մակարդակի վրա շարունակվեն։ Եվ ես հույս ունեմ, որ փոխադարձ ընկալում եւ ըմբռնում միանշանակ տեղի կունենա։ Արդից օգտվելով ես իմ ափսոսանքն եմ հայտնում նաեւ այն փաստի առթիվ, որ լարված հարաբերությունների ֆոնին որակումներ եմ տվել նաև սոցիալիստական շարժման առաջնորդ Ռոբերտ Աղարումյանի, ես ցավում եւ ափսոսում եմ նաև դրա համար, որովհետեւ ընդհանրապես քաղաքական գործիչը պետք է հեռու մնա անձնական որակումներ տալուց եւ ընդհանրապես քաղաքական գործիչը չպետք է օգտագործի արտահայտություններ, որոնք կարող են անվանարկել իր շրջապատում հեղինակություն ունեցող մարդու անուն։ Եվս մեկ անգամ գալով պարոն Ալեքսանյանի եւ իմ հարաբերություններին ձեր կայքի միջոցով խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին մեր մեջ արկա խնդիրը համարել փակված եւ սպառված։